Ինչի՞ չես թողնում քեզ հանգստացնող ներարկեն։ Որովհետև չեմ ուզում կտրվեմ այս իրականությունից։ Այս վերջերս ինձ չես վստահում։ Բայց ես այստեղ եմ ու ամեն ինչ վերահսկում եմ։ Որ վերահսկեր Լեին այդ լակուտի հետ չի գտնի։ Լավ ես անում։ Մի գնահատիր ինձ։ Բոլորի սխալները բարդիր ինձ վրա։ Լավ թե։ Ուղղակի ներվային եմ դարալ։ Չեմ կարողանում մարսում, որ այդ լակուտը Սարգսյանը։ Ինչի՞ չես մարսում։ Քրոջդ տվեցիր մի Սարգսյանի, աղջկատ էլ դուր մյուս Սարգսյանին հանգիստ ապրիր։ Անհամուր էր։ Այս հիվանդանոցից դուրս եկա դրանց ընտանիքը վառելու եմ։ Թող սպասեն։ Դու դրանց ընտանիքը տարիներ առաջ ես վառել, երբ իրենց հորը կյանքից զրկել ես։ Stop! Bravo! 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 Stop! Bravo! Stop! Bravo! Bravo کنارش کنارم کششی میبنارک Bravo! Ախպերս մենակ մի թաղից! Bravo! Շաներես ունես արա, ինչ ես եկել։ Հունան, որ իմացանք հիվանդանոցում ես, ես ու Ավոն շատ անհանգստացանք։ Բայց ես չեմ մեռել դժբախտությունդ հետիդ կերպարանքի։ Ես այդ անտերին ֆակտի վրա եմ զարմանում։ Թե ասա խփում էր մի հատ մարդկային տաղավարի խփեիր էլի, անենց խփեր, որ սիրտդ հանեին, փոխեին, մի հատ կարգին մարդկային սիրտ դնեին իմ սրտի պես։ Էռնա սրան ինչի ես բերել, որ մեր նյարդերը քայքայի։ Չէ, Ավոն կատակ անում։ Հունան դու ասա ոնց ես։ Ուզում եմ Հունան ասա ոնց ես։ Չես տենում ոնց է, շատ լավ։ Մեզ տեսավ, լավացավ, ինձ էր կարոտել ախպերս։ Այնա, նայ գույնը գալիս է տեղը։ Էռնա, սրան վերցրու ու դուրս գնացեք։ Հունան ուր գնամ, նոր եմ եկել։ Համել Ավոն դեմ չի, որ ես մնամ ու խնամ եմ քեզ։ Ինչի ես մեռել եմ։ Սրան վերցրու դուրս եկեք։ Մեկ էլ որ կորոշես գաս ես տեսնելու Էռնա։ Առանց սրա կգաս։ Հարի կնիկ ջան, սրանք սենց ուտող ուրացող են։ Ով որ հերել եմ տեղից ես 4 թաթ կփախնես տեղից։ Հանգիստ ունեն։ Չես տեսնում, որ եղբորդ հունից հանում է։ Սրան վերցրու դուրս արի։ Ավարի գնանք, հա։ 4 թաթ փախնելու հետ կապված մի բան ասեմ։ Ես իմ սաղ կյանքը ձիգ եմ ապրել։ Քուրդ կփաստի դա։ Իսկ այ քեզ ինչ որ մեկը, այդ կարգին համարսակ ինչ որ մեկը, այսօր լավ չոքացրել է։ Դու 4 թաթ ծնվել ես արա։ Կյանքն է քեզ չոքած պահում։ Ինչ ես կանգնել մնացել, հաճույք ես ստանում, որ հիմա եղբորդ վիճակը վատանա սրա պատճառով քեզ կներես։ Հարի Արոջան, առողջություն ձեզ։ Գրիշին կանչի մոտս։
Թե ստեղ չի։ Ստեղ էր դուրս ա եկել։ Ուր։ Ոնց որ Հելենը զանգեց գնաց։ Մերը վար այդի։ Այդ լակոտը մերել արա։ Ձև չի արա սաղ մնասած լի հաստատ։ Խորը լավ չեմ։ Լավ չեմ արալ։ Գնում ենք աղբերս, քեզ բան չի եղել, դու պիտի ապրես, քանի իմ սիրտը խփում է, դու պիտի ապրես, դու ապրելու ես Դավո։ Ինչ էր արա, ինչ եղավ արա։ Վերջի մեղքը սեր արա այդ լակոտը խի դեմս թռավ։ Հոգնել եմ, զզվել եմ։ Իմ արև, քո արև, մեր թանկ Ազիզ արև աննկարագրելի հոգնել եմ, էլ չեմ կարում, էլ չեմ դիմանում, էլ չեմ կարում, ես չաղբորդ վիճակը, աստղային հիվանդությամբ ա տառապում, գոնե դա բուժեն, ընկել են սրտի ջանին, թե ասա հունան ջան, աներձակ ջան, ցավը տանեմ քեզով ա իրավունք տվել, իմ հետ սենց վարվես, ինձ արհամարես, ինձ վիրավորես, են էլ ինձ, իմ նմանին։ Ավջան, դու գնա, ես մնամ աղբորս մոտ, հա, կթողնես, չեմ մնամ։ Էրնացավը տանը, բա այդ էլ հարցավոր ինձ տալիս ես։ Ես ենքան բարի սիրտուն եմ, ասեմ իմանաս, որ են աշխարհում դասվել եմ սրբերի շարքին։ Ես այնտեղ արդեն իմ հատուկ տեղն ու դերն ունեմ։ Ու այդքանից հետո ուզում եմ բարի խոսեմ աղբորդ համար, որը ստուց դրախտ ընկնի։ Ձեզ չասեցին գնացեք։ Թե ուզում եք ձեզ տեղից տանեն։ Ամուսինը կահատերել ա գլխիդ, աչուձախ հրամաններ ես տալի հարսիկ ջան։ Մեր ընտանիքում ձեր ընտանիքի մոդելը չի աշխատում։ Դու ողջ ես, որովհետև Էռնայի ամուսինն ես։ Էռնան ձեռը դրել է գլխիդ, մենք էլ չենք կարողանում վերջը տանք։ Ինա դու էլ։ Մարդասպանի հոգեբանությունը ձեռք բերել հարսիկ ջան, հեչ լավ չի։ Իսկ Սարգսյաններն ինչ հոգեբանություն ունեն։ Բարձր, ազնվագույն, շատ բարձր հոգեբանության, ճնշում են, բայց չեն ճնշվում։ Մենք ուրիշ տարբերակ ենք տեսել, այն էլ մի քանի սերնդի։ Սա ինչ նամյոկներ անում, կարող է հասկացնել է տալիս, որ գիտեն իմ ու Լևոնց կապի մասին։ Արի գնացինք ցավը տանը, մենք մի սեց չհասկացված, չգնահատված ենք եղել, ավոն սովոր է, արի։ Իցյալը չգնաց։
ինչ մտածեմ։ Ոչ Գրիշի հետ եմ կարող կապի դուրս գամ, ոչ Լեոյի։ Հայրդ էլ Գրիշին ա պահանջում։ Ինչ ես ասել։ Ստել է։ Բայց եթե սեն շարունակվի, պիտի ճիշտն ասեմ։ Հետո էլ գնամ այդ Լեոյենց տուն, տեսնեմ այնտեղ եղել ա Գրիշը, թե չէ։ Այդ հորքորենք ոնց դեռ շուտ գնացին։ Որովհետև իրենց այստեղ սպասող չկար։ Մի 2 րոպե էլ ավել մնային, հորդ 2 հատ ստենդ ավել էինք դնելու։ Այս էլ երկրորդ անգամ ուրիշի արունը մնում է ձեռներիս։ Ինչի համար, ինչի։ Այն մեկը ինձ լրիվ հերիք էր։ Այս մեկը արդեն չափից շատ է։ Ապեր, ինչ ես լացում։ Չեմ ասեք ես լացելու շտենամ, պոպային եմ համային եմ կավրոտում։ Ախպորդ մոտեցիր, Պապի, ախր դու էլ ես վատ։ գնա, Լեո, խնդրում եմ, վեր կաց։ Այսին է շի, որ ինձ այսքան մենակ է թողում։ Ստեղ մի բան կատարվում է։ Ոչինչ, այս է կպասեմ։ Պապի, դու նստի, ես գնամ ջուր բերեմ, որ դեղդ խմես։ նստի, մի գնա, մոտս մնա, աղաթիր որ, Դավիթը ողջ մնա։ Պապի, Դավիթը հաստատ ապրելու է։ Հաբալա, վերաստված, լեզուս քարացել, չեմ կարողանում խոսել, աղաչում եմ քեզ, փրկիր երախոն, փրկիր, փրկիր։ Ինչ ես զանգում ինձ։
Ինչ է կատարվում, Լեո։ Որ ինչ։ Իմանաս աղբորդ ինչա սպասվում։ Մահա սպասվում աղբորդ։ Լեո, չեմ հասկանում, ինչ ես խոսում։ Ոնց չգիտես, այդ անասուն աղբերը տուն չի եկել, այ երևի։ Հələ չի պատմել ինչ ա արել, որ կրակել է աղբորս գլխին։ Չի կարա տենց բան լինի, Լեո։ Հատ Լեա։ Հատ բոլոր մակունցներից սպանելու եմ։ Մտազբաղ ես երևում։ Ճիշտ է չես արտահայտվում, բայց վստահ եմ, որ Հունանից համար ես, չի անհանգստանում։ Հա, բա ոնց։ Հեներ ոնց եմ անհանգստանում, ցավը տան։ Բայց դրա այդ զուգահեռ ամել գծում բռնում եմ։ Ինչ։ Դե որ մի լավ արարքի համար Աստված աղբորդ կյանքը խնայեց։ Ավո։ Ինչ ջիգարս։ Դու լավ գիտես, որ Ավոն քեզանից գաղտնիքներ չունի։ Ինչ մտածում են էլ ասում եմ։ Ավ տեսնում ես վատ եմ։ Հանգստացնելու փոխարեն ավելի վատ բաներ ես ասում։ Այդ ցավը տանը դու ինչ ես վատ։ Այն աղբերը տառոք փառոք իր համար պարկել է լյուքս համարում։ Դա միակ վատ բանը որ կա, որ անհանգստանալու է, դա ինանա։ Որ չի թողի աղբերը այդ սիրուն բուժկույրների հետ արիշ վերիշ անի։ Ավ ինձ համար մեծ ցավ է, որ հիմա չեմ կարող եղբորս կողքին լինել։ Ես ասում եմ ինան այնտեղ հանգարում, հա։ Դու ասում ես ցավա, որ աղբորս մոտ չեմ։ Մենք շատ մտերիմ ենք եղել։ Իրար նվիրված։ Իսկ այսօր Հունանս չուզեցավ ինձ տեսնել։ Շնորհ մարդիկ էլի ցավը տանը։ Մեր խելքն ասեմ։ Հելան գնացինք հասակ հիվանդանոց, որ վզներիս ես բռնեն ու դուրս շպրտեն։ Հետո էլ ասում ես աղբերս ինձ սիրում։ Սիրող մարդը իրան այտենց կպահեր, այտենց կվերաբերվեր, հեն էլ ինպես փեսու հետ, քո պես քրոջ հետ, մարդ չեմ։ Ես աղբորս նեղացրել եմ։ Դրա համար էլ ինքն էլ իմ հետ այսօր տենց վարվեց։ Հերն աղջիկ խնդրում եմ, աղաչում եմ սուս մնա էլ չխոսաս։ Դու ինձ քո այդ խոսքերով վիրավորում ես։ Մոռացար, հա։ Մոռացար շաբաթներ առաջ աղբերդ ոնց փորս բացեց։ Ինձ ոնց նվաստացրեց երեխու հետ կապված թեմայով։ Այս ես շուշուտ եք մոռանում։ Տրորում եք մարդու արժանապատվությունը, հետո ասում եք անցած լինի, մոռացանք, վրա չի կարելի։ Խիղճ ինչ ապստված։ Ես այդ ամենը հիշում եմ։ Դե որ հիշում ես, ուրեմն ինձ մի խոսքրա ցավը տանը։ Թող Հունանը փառք տա ասում, որ ես քո խաթր հելա գնացի հիվանդանոց։ Իրան ներեցի։ Ու այդքան նվաստացումներ կուր տվեցի։ Հեշտ չի իմ համար, իմ նման տղու համար Էռնա։ Ինչ ա։ Լեա խոսա, ինչ ա եղել։ Խոսա, ինչ սիրտս կանգնեց։ Լեոն պատասխանեց ու ասեց. «Ում Գրիշը Լեոյի եղբորն ա կրակել»։ Ու վիճակը շատ լուրջ է։ Աստված։ Լեա, ինչ ես խոսում։ Ինչ ես դուրս եկել, Հունա։ Ինչ ես դուրս եկել։ Խոսա։ Ինչ արել աղբերդ։ Արի նստի։ Արի նստի։ Նստի, Հունա, նստի։ Վեր կա օգնի հորդ։ Խոսա։ Դեռ հաստատ բան չգիտենք Հունան։ Սպանել է։ Խոսա սպանել է աղբերդ։ Չգիտենք հստակ բան։
Տեր Աստված, մեր աշկորդի, փրկի աղբորս, իրա մեջ համապապված մեր ամբողջ կյանքը, ինքն ու պապին մեր լույսն են եղել խավարում, ու մեր ջերմությունը ցուրտ օրերին, իրեն փրկելով մեզ էլ ես փրկելու, իրեն վերցնելով մեզ էլ ես տանելու։ Երեխան հաստատ մի բան է պատահել, որ սրանք ձեն չեն անում։ Նրան գնա մի բան իմացի։ Ոպին չգիտեմ, ոչ մի բան չեն ասում։ Գնա մի բան պարզի։ Զանգեք Գրիշին ու տվեք ինձ։ Արի գնանք հիվանդասենյակ կհասկանանք ինչ ենք անում։ Ասեցի զանգեք Գրիշին ու տվեք ինձ հեռախոսը։ Զանգում ենք, չի պատասխանում։ Պապա, խնդրում եմ, արի գնանք հիվանդասենյակ։ Ձենդ կտրի չեմ ուզում քեզ լսել։ Վեր կացում եմ։ Շունչ ես կտրվում։ Դրա համար եմ ասում, արի գնանք հիվանդասենյակ, հասկանանք ինչ ենք անում։ Ինչ պետք է անենք, ամեն ինչը պարզ։ Լեղոքնի։ Հեռու։ Կամաց վեր կաց։ Հեռու գնա դու։ Արի պարկի։ Պարկի հոնամ։ Թողից հեռու գնա։ Խնդրում եմ պարկի։ Հենց հիմա շուտ Գրիշային գտնում ու կանչում եք ստեղ։ Մի արա սենց բաներ, արդեն ես եմ վատանում, խնդրում եմ պարկի։ Ոնց որ աղբորդ գցել ես այս պատմության մեջ։ Հատենց էլ գնում գտնում ու բերում ես տեղա յանուղեղ։ Հունան։ Սոսմանա։ Չգիտեր որ սենց է լինելու։ Գիտես չէ։ Լավ էլ գիտեր։ Գնատես այդ բուժքույն ինչ եղավ։ Սպասին։ 1000 անգամ կուլ տվեցի։ 1000 անգամ քեզ ասեցի հեռու մնա դրանից։ Գնացի դրանց տնից քեզ գտա բերեցի։ Ասեցի շանսատակ չանեմ։ Հես էր քո պատասխանը։ Սենց պետք է լներ ամեն ինչ։ Չեմ ուզում, հեռու գնացեք։ Ունան հանգստացնող է։ Աղաչում եմ, թող ներարկեն, կհանգստանաս, հետո միասին կհասկանանք, թե ինչ ենք անելու։ Եթե քեզ մի բան լինի, ես մենակ չեմ կարողանա, խնդրում եմ։
Բացեք մեկը գոնե մի բան ասեք։ Հիմա բոլոր հնարավոր ու անհնար տեղերը ման եք գալիս։ Իրա ավտոյով է։ Ինձ պետքա որ շատ արագ գտնեք, հետո կասեմ ինչ անեք։ Ոնց ենք այս ամեն ինչի միջից դուրս գալու։ Չգիտեմ։ Չգնա էլի մի հիմարություն անի։ Հիմարություն արդեն արել է։ Գնացել է Լեոյենց տուն, կրակել է Դավիթի վրա։ Դրանից ավել հիմարություն լինում, հա։ Ինչ են ասում, տեսար բժիշկներին։ Երբվանց է քեզ դավոն հետաքրքրում ման։ Լեո, Գնա։ բա ինչ ես անում։ Մանան, գնա, խնդրում եմ քեզ։ Գնա, քանի քեզ չեմ սատկացրել։ Գնա։ Ես պիտի իմանամ դավոն ոնց է։ Դավոն երբեք քեզ չի հետաքրքրել։ Հերիքա ձևեր թափես։ Ինչ ասես բերեց իր տաղու գլխին։ Վերջում էլ էս։ Գնա, մանա։ Ուղղակի խնդրում եմ քեզ, գնա։ Դու չես որոշողը, մինչև չիմանամ դավոն ոնց է, չեմ գնալու ստեղից։ Մաքրվի ստեղից։ Մի կպի ինձ։ Մանան, գնա։ Լսի, չմտածես հանկարծ, որ քո սիրտը դավոյի համար ավելի շատ է ցավում, քան իմը։ Հա, տենց էլ կա։ Հեշտ ձևը գտել եք ինձ ամեն ինչում մեղադրելու։ Բա Խոստովանի ասա, որ քո համար էր եկել Գրիշը։ Քո քայլերի պատճառով էր ինքը հասել մեր տուն։ Հերիքային վրա բարդեք ամեն ինչ։ Գնա։ Դե արա։ Մամ, խնդրում եմ մոռացեք ինչ ա եղել, խնդրում եմ մի զանգեք սենց վրա։ Գրիշո, խնդրում եմ տեղդ ասա։ Մամ, ասում եմ, խնդրում եմ, ոչ մի բան պետք չի անել։ Գրիշո, խնդրում եմ, ասա ուր ես։ Չէ, ասում եմ։ Արժի որ ինձ ոչ մի բան չի բրկելու։ Տղս, տեղդ ասա։ Պապ, լավ էլի։
Ցավը տանեմ։ Տեղդ ասա, ես գալիս եմ քո հետևից։ Պապ, չեմ ուզում ասում եմ։ Գրիշա, դու գիտես, որ հայրդ քեզ երբեք մենակ չի թողել։ Տեղդ ասա։ Լավ գալիս եմ։ Որտեղ է։ Հունան, ուր։ Հունան, համբերի։ Ինչին համերեմ։ Ես կգնամ կտանեմ տուն։ Տուն տանել պետք չի։ Բա ինչ ես անելու։ Կանեմ կտեսնես։ Չգաս հետևիցս։ Չէ, գալու եմ։ Ասեցի հետևիցս չգաս։ Գալու եմ, ոչ քեզ եմ մենակ թողնելու, ոչ իրեն։ Պիտի սպասենք, պապի։ Ասա թող երեխան փրկի։ Դավույս բան չի լինելու, պապի։ Ասա թող մի բան անել ուշքի գա։ Կանեմ, հանգիստերի, կանեմ։ Այ դա ոչ։ Այ դա ոչ։ Այ բալա։ Հեսա դուրս են գալու, պապի։ Դուրս են գալու, ասեն ամեն ինչ նորմալ է։ Գլխին է կպելով։ Ասելու են բան չկա։ Մի քանի օր կմնաս տեղ ու կտանեք տուն։ Այ դա ոչ։ Տենց է չէ լինելու, պապի։ Դեր աստված ինչ կլինի։ Ինձ տար։ Թող երեխես ուշքի գա։ Ինձ տար խնդրում։ Աղաչում եմ լսի ինձ։ Դու մտածում ես, որ ինձ ինչ-որ բան հետաքրքիր է, Լեա։ Ես չի ուզում սենց բան լիներ։ Թքածում եմ, թե դու քո պիղծ ընտանիքը ինչ եք ուզում։ Աղբորդ են օրն եմ գցելու, Լեա։ Երանի ատալու հանգիստ մեռնելու։ Մորթելու եմ դրան, Լեա։ Իսկ հիմա գնա ստեղից։ Գնա։ Գնա։ Թե չէ քեզ էլ աղբորդ պես կսպանեմ, Լեա։ Գնա ասացի։